Անդրադառնանք նաև կոնտրաստանյութի կիրառմանը, արդյոք նեյրոդեգեներատիվի դեպքում սա ցուցված է, թե էլի հատուկ դեպքեր կան եւ քննարկում եք անել, թե ոչ, հետո մարդիկ էլի մի փոքր զգուշանում են կոնտրաստանյութից, կբացատրեք, թե ինչ կա այստեղ, որ պետք է իմանալ։ Հիմնականում կոնտրաստի կիրառումը որոշում է ռադիոլոգը հետազոտության ընթացքում, որովհետև կոնտրաստի կիրառման համար կան հատուկ ցուցումներ, ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ կիրառել կոնտրաստը, ոնց որ մեր ժողովրդի մեծ մասը ասում է կոնտրաստով անենք հետազոտությունը, որ ավելի մանրամասն տեսնեք փոփոխությունները, դա այդպես չէ։ Կոնտրաստ անելու համար կան հատուկ ցուցումներ եւ ռադիոլոգը արդեն հետազոտության ընթացքում ունենալով կասկած այս կամ այն պաթոլոգիայի որոշում է անել կամ չանել կոնտրաստը։ Ի տարբերություն համակարգչային շերտագրման ժամանակ կիրառվող կոնտրաստից MRT-ում կիրառվող կոնտրաստը գրեթե անվնաս է օրգանիզմի համար երիկամների, այն չի պարունակում յոդ, ալերգիկ ռեակցիաները շատ ավելի քիչ են լինում պացիենտների մոտ, ի տարբերություն հետազոտության ժամանակ կիրառվող կոնտրաստին։ Ցուցումները տարբեր են, հիմնականում դրանք դեմոնիզացիոն բնույթի փոփոխություններն են, օջախային, ուռուցքային փոփոխություններ, անոթային մալֆորմացիաներ եւ այլն, այսինքն հետազոտության ընթացքում հայտնաբերելով որևիցե կառուցվածքային փոփոխված տեղամաս, ռադիոլոգը որոշում է անել թե չանել կոնտրաստը։